Անցյալի թեման մարդկանց ճնշող մեծամասնության համար շատ ցավոտ թեմա է։ Շատերի համար չմարսված վիրավորանքների, չիրականացված հնարավորությունների, կորուստների եւ այդպես շարունակ, ու այդ ամբողջ հիշողությունները այս կամ այն ձևով դառնում են խարիսխներ, որոնք որ իրականում տանում են մեզանից էներգիաներ։ Շատերի համար դա կարող է դառնալ անգամ դրական բաները, որոնք որ անցյալում տեղի են ունեցել, եւ դա եւս դառնում է խարիսխ ու ինչ-որ ձևով նպաստում է փախուստին այս իրականությունից։ Սա մի կողմից, մյուս կողմից նույնը կարող է կրկնվել նաեւ ազգերի համար, հասարակությունների, պետությունների, բայց մյուս կողմից մենք հասկանում ենք, որ մոռանալ անցյալը եւս պետք չէ, եւ այս տարակուսանքում մեզ համար օգնության մշտապես, ինչպես միշտ, գալիս են տարբեր արտահայտություններ, պատմությունից, տարբեր ժամանակներից, տարբեր վայրերից, օգնելով մեզ, որ մենք գտնենք ճշմարիտ ճանապարհը, որպեսզի լույսը երբեք չմարի։ Եվ այդպես տեսնենք, թե ինչ արտահայտություն մենք ունենք այսօր։ Նրանք, ովքեր չեն հիշում անցյալը, դատապարտված են դրա կրկնությանը։ Ջորջ Սանտայանը։ Ջորջ Սանտայանը, 20-րդ դարի հայտնի փիլիսոփա, գրող, դասախոս։ Չնայած որ ծագումով իսպանացի է եւ կյանքի երկրորդ կեսը կրկին ապրել է Եվրոպայում, թերևս համարվում է ամերիկյան փիլիսոփա։ Փիլիսոփայական մոտ 30 ստեղծագործությունների հեղինակ է։ Տասնամյակներ շարունակ անդադար մեջբերվում է լայն շրջանակներում։ Մեջբերվող արտահայտությանը նվիրված նկարը ցուցադրված է Սմիթսոնյան ամերիկյան արվեստի թանգարանում։ Այս արտահայտությունը շատ հայտնի է եւ մոտ մի դար տարբեր մակարդակներում տարբեր մարդկանց կողմից այս կամ այն ձևով մեջբերվում է եւ այս կամ այն ձևով մեկնաբանվում է այս արտահայտությունը եւ ընդհանուր առմամբ այն պարզ է։ Մենք սակայն կփորձենք այլ մակարդակում այն դիտարկել։ Ինչու, որովհետեւ մենք ընկալում ենք առանցքայինը։ Անցյալը այլևս գոյություն չունի։ Ապագան դեռ գոյություն չունի նույնպես։ Միայն ներկան է, որ առկա է, սակայն ներկան հետևանք է ամբողջ անցյալի, այն անընդհատության, որ գալիս է հնուց եւ տանում է դեպի առաջ, եւ ըստ այդմ, չնայած որ գոյություն ունի միայն այս ակնթարթը, այնուամենայնիվ այս ակնթարթը նախորդի հետևանք է։ Եվ դրա համար, երբ որ մենք դա հասկանում ենք, մենք հասկանում ենք նաեւ, որ մեծագույն առումով երկնայինները միշտ մեր կողմից են եւ ըստ այդմ ցանկացած բան ինչ տեղի ունենում մեզ հետ, տեղի ունենում որպես դաս, որպես հնարավորություն ձերբազատվելու չարիքից, զարգացնելու բարին եւ գնալ առավելագույնս ճիշտ ճանապարհով։ Նույնը աշխատում է թե մարդկանց անհատների մակարդակում, թե հասարակությունների, պետությունների եւ ազգի։ Մեզ համար այսօր այստեղ վերջին շրջանում առավելագույնս մտահոգիչ է դառնում մեր ազգի վիճակը եւ դրա համար այս արտահայտությունը մեր ազգի համար կիրառելի է իհարկե եւս եւ փորձենք հենց այս տեսանկյունից դիտարկել, որովհետեւ մի կողմից մենք հասկանում ենք, պետք չէ եւ անգամ չի կարելի կանգնել, լռվել, կառչել անցյալի վրա։ Պետք չէ ստեղծել խարիսխներ եւ խարիսխվելով չկարողանալ զարգանալ։ Բայց մյուս կողմից մենք հասկանում ենք, որ երբ որ դու մոռանում ես անցյալը կամ հրաժարվում ես անցյալից, այդ դեպքում դու կորցնում ես թե զորությունը, թե այն դասերը, որոնք որ դու քաղել ես։ Եվ դրա համար մենք ասում ենք, պետք չէ հիշել կոնկրետ դեպքեր, բայց անհրաժեշտ է հիշել դասերը եւ դրանով գնալ առաջ։ Երբեմն սակայն բացի դասերից անհրաժեշտ է հիշել նաեւ բուն իրողությունը։ Երբեմն այդ բուն իրողությունը, քանի դեռ չլուծված է, կարող է դառնալ ինքն իրենով զարգացման խցան եւ դրա համար ընկալելով ամբողջությամբ, հիշելով ցանկացած քայլափոխին, մենք նոր դրանով կարողանում ենք իրականում զարգանալ։ Եվ այդպես մեզ համար, մեր ազգի համար այս ծանր դարաշրջանում, երբ որ մենք մտածում ենք ինչպես եղավ, մենք պիտի այստեղ հիշենք հետևյալը։ Մենք հետևանք ենք մեր պատմության։ Մեր ազգը հետևանք է
մեր իսկ պատմության եւ ոսկե էջերի եւ սև էջերի։ Եվ մենք պետք է մի կողմից հպարտությամբ կրենք մեր ոսկե էջերի արժանինքները, բայց նաեւ տխրությամբ տանենք մեր բեռը, մեր տխրությունների բեռը։ Մոռանալ այդ ամբողջը, ուրանալ այդ ամբողջը նշանակում է, ինչպես այս արտահայտությունն է ասում, հրաժարվել դասից, որի համար այդ ամբողջը եղավ, եւ դրանով նպաստել, որ դա նորից կրկնվի։ Եվ դրա համար այսօր, այստեղ եւ այժմ, հիշելով ամբողջը, մենք պիտի կարողանանք պայքարենք, որպեսզի երբևիցե չարիքը չկրկնվի, բայց նաեւ պայքարենք հպարտությամբ մեր ոսկե էջերով հանդերձ եւ ամեն քայլը փոխին զարգանանք այնպես, որպեսզի մեր սրտում բացվի լույսը եւ որ լույսը երբեք չմարի։